Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք թթմիկով, կարող ենք ասել դակ նախուդեստ, կարող ենք ասել աղցան, ինչպես կուզեք կարող եք անվանել, բայց մի բան կարող եմ ասել, որ շատ համով է։ Մի խոսքով շատ հեշտ գտնվող բաղացիչներով, շատ հեշտ բաղաթյատոմս է գալիս, սպասեք։ Այսօրվա բաղաթյատոմսի համար մեզ պետք է 2 հատ թթմիկ, գես պունջ թարխուն, գես պունջ ազատքեր կամ մաղդանոս, մի հատ գիդրոն, 50 գրամ ֆետա պանիր, 4-ից 5 բճեղ սխտոր։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ պապրիկա, քիմիոն և ցիտապտղի ցետ։ Սկզբում թթմիկները պետք է գտրատենք։ Ես սիրում եմ դենց գլոր սլայսներ անեմ, կամ կարող ենք ասել գլոր շերտեր, բայց եթե կուզեք դուք երկանքին անել, հանգստիտ նայեցեք։ Մի հատ սկիզբից, մենք մի հատ հետո այս հեռացնում ենք, ու արդեն այսպես գլոր կտրատում ենք։ Ես իրականում ավելի դենց էի ուզում, որպեսզի մեծերը տնեմ, հետո փոքրերը տնեմ, դենց ավելի անուշիկ կլինի աչքի։ Հիշացեմ երևի, որ այս ամեն ապրանքները մենք վերցնում ենք ուտուտ սուպերմարկետից, դուք էլ կարող եք վերցնել, նամանավանդ հիմա խաղարկության կարող եք մասնակցել և շահել բնակարան։ Իսկ ինչպես եք խաղարկության մասնակցում, նշված տեսականուց 5000 և ավել քնում կատարելուց, այսինքն Բայն Ալբանդյան նշված տեսականուց, կարող եք արդեն խաղարկության մասնակից դառնալ և բնակարան շահել։ Մի հատ էլ հետաքրքիր բան ունեն, որ շաբաթվա մեջ 20 հաճախորդ են ընտրում ու cashback են անում նվիրում, այսինքն եթե դուք ինչ-որ քնում կատարեք ընդեղից, ձեզ անգամ են ասում են, եկեք ձեր գումարը հետ վերցրեք ու նոր քնումներ կատարեք։ Մի խոսքով հետաքրքիր են։ Մեր զուկինիները պատրաստ են։ Ավելացնելու եմ աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ, մի քիչ էլ քիմոն։ Աղ, բղբեղ, քիմոն, մի քիչ պապրիկա, ես գծու և ոչ գծու կտնեմ, դուք կարող եք կամ միան պապրիկա, եթե գծու ուզում եք, քայեն էլ կտնեք, այսինքն գծու, բղբեղ կարմիր։ Կարծում եմ պատրաստ ենք։ Իհարկե, կարող եք առանց համեմունքի էլ անել, բայց շատ լերուցոր տարբերություն է լինելու, եթե թթմիկը առանց համեմի անեք, համեմունքի կամ համեմունքով։ Եվ նամանավանդ, եթե ձեր համեմունքը թարմ քաշված է, այսինքն թարմ է, հոդով և համով։ Միշտ ասում եմ, որ հին համեմունք չօգտագործեք, որովհետև ոնց որ փանջ ավելացրեցիք։ Իսկ եթե թարմ եք օգտագործում, այնքան ավելացում է ձեր համովությունը այդ ճաշին, որ դուք չեք պատկերացնի։ Իսկ մեր դեպքում, մեր բախտը բերելա, մենք թարմ քաշված ենք ունենում ամեն համեմունքները, քանի որ մարանիկը միշտ շատ որակով և թարմ քաշված համեմունքներ է բերում։ Մի հատ ձեռքերս լվանամ, իհարկե ABC-ով, ոնց մեր բոլոր խոհանոցը մաքրում ենք ABC-ով։ Ավելացնում եմ մի քիչ ցիտապտղի ցետ, և մեր զուկինիները ավելացնում ենք տապակի վրա։ Իրականում կարող եք և չերոցում պատրաստել։ Ես երկուսն էլ անում եմ։ Այսօր օրինակ սիրտս ուզեց դենց տապակի վրա տապակել։
Այսպես անուշիկ ձևով շարում ենք։ Այստեղ մի քանի հատ կա համեմունքներով չպատված։ Ես հիմա մադրաշ սխտորները այնքան համով են, ուզում ես ամեն ջաշի սխտոր տնես իրականում։ Ես սխտորի թթու եմ անում, այսինքն թշու կամ թթու կամ թթվաշ, ոնց կասեք։ Այս սեզոնին դրա համար սխտորը միշտ վերցնում եմ ու թթու եմ փակում։ Օգտակար է։ Եթե ուզում եք թթուի պաղաթադոմս, ասեք, մի օր էլ այստեղ թթու կպատրաստենք։ Ես իրականում կացախով եմ պատրաստում բոլոր թթուներս, չեմ մարինացում, այսինքն քաղցրով չեմ անում։ Սխտորը ավելացրեցինք, լիմոնը կամ կիտրոնը, կուտերը հանեմ, որ հանգիստ ձեռքով ճզմենք։ Այս ամեն ինչը տապակելուց պատրաստելուց հետո վերջում կավելացնեք, այնքան լավ թարմություն է տալիս այդ ամեն ինչին։ Լիմոնը եւ սխտորը հրաշքներ են անում։ Դուք չգիտեք, կտրատում եմ ազատ կեղը։ Օպա։ Թարխունը կարող ենք տերևները այդ փափուկ կողմը առնել եւ հետո տերևները մի քիչ ամուր կողմը չենք վերցնելու։ Այսօր ենք կտրատում։ Ավելացում եմ։ Տտմիկներին չմոռանանք, չնեղանան մեզանից։ Ինչ լավ հոտ է ընկել մեր տաղավարում։ Ուրեմն, շարունակում ենք մեր սոսը պատրաստելը, ավելացում ենք ցիտապտղից հետ, քիչիկ, սև բաղբեղ, աղ, թեթև աղ, աղը թեթև ենք անում, որովհետև երբ որ վրան ֆետաբանիր բիր ավելացնենք, ֆետաբանիրը աղի է։ Այսպիսի զանգված ենք ունենալու։ Տեսակ։ Մի քիչ էլ սև բաղբեղ ավելացնեմ։ Պատրաստ է։ Շանա արդեն եպել է։ Այս կարող եք եւ սմբուկով էլ անել, բայց սմբուկի դեպքում սոսը կփոխենք, ուրիշ սոս ալինելու իրականում։ Ես ինչ եմ մտածում, միջև թթմիկները տապակվիլը, ես ստեղ բահել եմ Smile Sweet-ի քաղցրները, կամ կարող եմ ասել կունճուտով կուկիները, որովհետև շատ եմ սիրում, իրենք խրխտան բարակ են ու շատ համով են։ Ու ես քախնի նկարահանման ժամանակ ուտում եմ միշտ։ Այսինքն հիմա որևէ մեկ նոր դուփ չեմ բանալու, որովհետև ես էսի ունեմ ու ուտում եմ։ Շատ եմ սիրում։ Եթե սիրողներ կան, ինձ թող ասեն։ Դուք եք սիրում Smile Sweet-ի կունճուտով էս կուկիները, կամ կարող ենք ասել կունճուտով փլիթները։ Մաքուր հայերը։ Այս այսօր ձեզ քաղտիկ բացեցի։ Բահել եմ։ Դե այս քաղտնիկիս մասին միշտ գիտեք, որովհետև ես միշտ ջուր եմ խմում, կամ եթերում, կամ backstage, եթերից դուրս, բայց նամանավանդ հիմա երկար ժամանակ չեմ խմած, պետք է խմեմ։ Այո, խմում եմ միայն սիլի ջուրերը։ Դուք էլ կարող եք սիլի ջուր խմել կամ մազայի մանգոն։ Շուտվանից մազայի մանգո չեմ խմած։ Կարելի է կալ հաղորդման մազայի մանգո խմեմ։
Դե ինձ սիրելիներս, մեր զուքինիները պատրաստ են, արդեն կարող ենք միանգամից մեր ափսեի վրա դնել։ Այսպես կարող եք տենց գլորիկներով շարել, մի քիչ միջակ փոքրերը մեջտեղով եւ մեծերը ծայրերը։ Այս հա ավելացրեցի, մի հատ օջարվեմ։ Ավելացնում եմ մեր պատրաստած կանաչիներով թարմ սոուսը։ Ավելացում եմ ֆետա պանիրը, կողքից կտրում եմ, բայց շատ կարևոր է, որ ձեռքով տնեք, որպեսզի շատ մանր իջնի, այսպես, մեծ չիջնի։ Որ դուք պատկերացնեք, տես ինչ անուշ հոդեր են, ով ա թիմանալու նկարենք, ով ա թիմանալու համտեսենք։ Եվ մեր այսօրվա դակ նախուտեստը թթմիկով պատրաստ է, դուք էլ պատրաստեք և վայելեք, բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն ժամանակն է փորձարկելու, մի հատ վերցնում եմ, սոսով և պանիրով և ամեն ինչով, էս երևի։ Թարխունի և սխտորը շատ սազել է իրար հետ, Համագար ես ուրիշ սոս ալ կպատրաստեմ թարխունով սխտորով անթիմատրելի համով, իրավ կսեմ։ Շատ համով է, դուք էլ անպայման պատրաստեք, այս տեսակի համովություն մեղք է, որ բաց թողնենք, նամանավանդ եթե մի քանի պաղաթրիչապետք ու ամենուն դանը գտնվում է։ Ձեզ բարեխորժակ եմ մաղթում, դուք էլ կպատրաստեք ու կվայելեք, իսկ մենք վաղ կհանդիպենք ժամը 9:00 և 17:00 Կետրոն TV-ի եթերով։ Համի կախնիկ միշտ ձեր հետ է։ Ցտեսություն։